Ողջույն իմ սիրելի հետևորդներին, չնայած ինչի միայն իմ սիրելի հետևորդներին, այլ բոլոր նրանց, ովքեր դիտում են ինձ։ Ինչպես տեսնում եք, ես փորձում եմ վերականգնել իմ բլոգը եւ ձեզանից խնդրում եմ ձեր աջակցությունը։ Ինչ պիտի անեք, լայքեք, կոմենտներ գրեք եւ բաժանորդագրվեք, որպեսզի ինձ մոտիվացնեք հետագա վլոգների համար։ Ուզում եմ հարցնել ոնց եք, այսօր էիք, չկայիք, չէիք երևում։ Հիմա կասեք դու հարցում ես, որ մենք չհարցնենք, չէ։ Դուք լավ էլ իրավունքի մեջ եք, կարող եք հարցնել։ Ասեմ, որ առանձնապես պատճառ չկար, որ վլոգներ չէի նկարում։ Պարզապես անցյալ տարվա ամռանից սկսված, ինչ մենք սկսեցինք տարբեր տեղեր գնալ ամռանը, ու ես իմ նկարահանած նյութերը չէի կարողանում մոնտաժել, այդ իսկ պատճառով մտածեցի լավ, թող մնա հետո, բայց այդ հետոն եկավ հասավ մինչև այսօր, բայց փորձելու եմ, որ սա շարունակական լինի, որովհետև ես իրոք շատ էի կարոտել այս պահին եւ ինչքան ժամանակա փորձում եմ սկսել ու չգիտեմ ինչի, ինչ որ ստից մանր պատճառներով անընդհատ չէր ստացվում։ Իսկ տեսնում եք ինչպես եմ սկսել իմ վլոգը, առանց սուրճի կլինի, իհարկե ոչ, չէ որ բոլոր կարևոր զրույցները տեղի են ունենում սուրճի շուրջ։ Մերն էլ ոչ պակաս կարևոր զրույց է։ Առաջին հանդիպում բավականին երկար ընդմիջումից հետո։ Ես դες շատ էի կարոտել, հուսով եմ դուք էլ ինձ։ Գիտեք ինչից եմ շատ ուզում խոսել եւ կիսվել այն տպավորություններից, որ այդ 2.5 ամսվա ընթացքում ունեցել եմ Հայաստանում։ Երբ ես այնտեղ էին, շատ էին հարցնում այստեղի եւ այնտեղի տարբերությունների մասին, եւ ես անդադ ասում եմ, որ դրա մասին կխոսեմ, կամ նախկինում հիշում եմ, ինչ շատ էիք հարցնում, որ ես այստեղից պատմեմ, բայց քանի որ ես ուզում էի ներկայացնել այստեղի կյանքը համեմատելով Հայաստանի, ու ես նախքան այս 2.5 տարի չէի եղել Հայաստանում, վախենում էի բարձրաձայնել այն տեսանկյունների, խնդիրների մասին, որը նախկինում ինձ մոտ տպավորություն էր թողել, իսկ հիմա ես վստահաբար անգամ նյութերով, նկարահանված որոշ դրվագներով կարող եմ ներկայացնել այդ տարբերությունները։ Խնդրում եմ ինձ հանկարծ որպես բողոքող կողմ չընկալեք, պարզապես ես միշտ կարծում եմ, եթե մարդու սիրտը ցավում է ինչ-որ բանի համար, նա պիտի խոսի ու պիտի փորձի հնարավորության սահմաններում գոնե ինչ-որ լումա իր կողմից ներդնի դրա փոփոխման համար։ Լռությունը անտարբերության նշան է։ Ես դες պատմել եմ, չէ, ես ինչքան դժվար եմ այստեղ հարմարվել եւ իմ ամբողջ միտքը տարիներ շարունակ եղել է վերադարձ Հայաստան։ Իսկ այսօր ես ունեմ այդ հնարավորությունը, բայց ես չեմ կարողանում։ Ժամանակին շատ էի լսում, որ այստեղից ովքեր գնում էին Հայաստան, ետ էին գալիս ասելով, չէ, չեմ կարողանում այնտեղ դիմանալ, 10 օրից ավել չեմ կարողանում, 15 օրից ավել չեմ կարողանում, ամենաշատը 1 ամիս, ժողովուրդ։ Հավատացնում եմ, ես դարձել եմ այդպիսին։ Ու ես հենց այնպես չեմ սա ասում, ես ձեզ բոլոր իմ հետագա վլոգներում մանրամասն ամեն թեմային հատ առ հատ կանդրադառնամ։ Դա փոքրիկ ինչ-որ սենց կետեր են, որոնք բերում հագեցնում են գլոբալ իրավիճակի, որ դու չես կարողանում։ Առավել ևս, երբ դու ունես համեմատելու տեղ, իմ կարծիքով, եթե մարդ համեմատելու կետ չունի, իր համար ամեն ինչ այն իրավիճակում, որ նա գտնվում է, իդեալական է, որովհետև ես էլ եմ այդպես ապրել, ես էլ եմ կարծել, որ դա կատարյալ է, բայց երբ դու դուրս ես գալիս, տարիների ընթացքում ապրում ես ժամանակ առ ժամանակ հետ գնալով այնտեղ, որտեղից որ եկել ես, դու տարբերությունները սկսում ես ակնհայտ նկատել։
Սովորաբար այդպես է, չէ, ես կոնկրետ այդպես եմ մտածում, եթե ես իմ տանից որևիցե մի տեղ եմ դուրս գալիս ու այնտեղ տեսնում եմ լավը, գեղեցիկը, ինչը կարելի է ընդօրինակել, ես փորձում եմ դա բերել իմ տուն։ Ամենատարրական պրիմիտիվ բանն եմ դա ասում։ Կարծում եմ հիմա նույնն էլ այս պարագայում է, ես իմ սիրելի հայրենիքից եկել եմ այստեղ ու տեսնում եմ լավը, ես ուզում եմ դա տանել այնտեղ, բարձրաձայնել դրա մասին, որովհետև ես հասկանում եմ, որ շատ բաներ մեզանից կախված չի Հայաստանում որակյալ կյանք ունենալու համար, բայց այնինչ մենք կարող ենք անել, խնդրում եմ, եկեք անենք, իրար չնեղացնենք։ Նորից եմ ասում, ես ուզում եմ գնալ Հայաստանում ապրել, չգիտեմ ինչքանով դա կստացվի։ Դրա համար ես հնարավորինս փորձում եմ մարդկանց կողքից ցույց տալ իրենց իրավիճակները, որ իրենք հասկանան, որ դա գեղեցիկ չի, որ այլ տարբերակներ էլ կան։ Հիմա այստեղի կյանքը միանշանակ որակյալ է։ Որակյալ ասելով նկատի չունեմ քո ֆինանսական կարգավիճակը, ոչ։ Այստեղի որակյալ կյանքը տալիս է երկիրը։ Այստեղ նաև մարդը գնահատված է, իսկ Հայաստանում իմ կարծիքով արժեքազրկված է։ Ու ամենացավալին այն է, որ Հայաստանում հայն է հային արժեքազրկում, իսկ այստեղ օտարներն են բարձրացնում։ Այ դա է, օրինակ եթե դու ինչ-որ մի հաստատություն ես գնում ու դու լեզու չգիտես, երբեք իրենք քեզ այնպես չեն անի, որ դու դրանից նեղվես, քեզ համար միանգամից գտնում են թարգմանիչ։ Իսկ Հայաստանում հայը հայի հետ հայերեն խոսելով արժեքազրկում է նրա էությունը։ Այդ դրա մասին եմ ես խոսում։ Հիմա ասեմ որակյալ կյանք ինչ նկատի ունեմ։ Ամենակարևոր խնդիրը մեր Հայաստանում, ավելի կոնկրետ ասեմ, որտեղ ես հիմնականում եղել եմ, Երևանում եւ Էջմիածնում, օդը սարսափելի աղտոտված է։ Ես վերջին տարիներին խեղդվում եմ այնտեղ։ Ու այնպես չի, որ դա միայն իմ տեսանկյունն է կամ իմ առողջական վիճակից է, ոչ, ես շատ առողջ եմ։ Ես հարցում եմ կատարել ինձ շրջապատողներից եւ իրենք դա զգում են, միայն ես չեմ զգում այդ օդի աղտոտվածությունը։ Դա այդպես։ Օրվա ընթացքում ես չգիտեմ քանի անգամ լույսը կարող էր անջատվել։ Դավիթը մի քանի անգամ մնացել է վերելակում։ Գիտեք, հարցը այն չի, որ մնում ես վերելակում։ Ամեն տեղ էլ կարող է դա լինել։ Չնայած իմ 15 տարվա ընթացքում ես այստեղ երևի 2 անգամ եմ հիշում, որ լույսը անջատվել է։ Ինչևէ, կարող ես չէ մնալ վերելակում, բայց դու գիտես, որ ճանապարհ կա այդտեղից դուրս գալու։ Շուտ քեզ հետ կարող են կապնվել, զանգի կոճակ կա, մենեջեր կա, ում հետ կարելի է կապնվել, խոսել ու ավելի հանգիստ տանել այդ մի քանի րոպեները, եթե կարելի է ասել րոպեներ։ Այդ ընթացքում, որ մենք հանգստանում էինք Երևանում, Լենինգրադյանի վրա 4-րդ հարկում տուն էինք վարձել, 10-րդ հարկի մասին չեմ խոսում, մեկ անգամ իմ կյանքի մեջ վարձեցի 10-րդ հարկում տուն, դա սարսափի ժանրն էր։ Ինչևէ, դրա մասին չեմ խոսում, դեռ խոսում եմ 4-րդ հարկի մասին։ Ու Դավիթը պարբերաբար մնում էր վերելակի մեջ։ Զանգում էին շենքի մենեջերին, ու գիտեք նա ինչ էր պատասխանում, մեկ անգամ չեմ կարողանում կապնվել լիֆտյորի հետ, կգա մի 40 րոպեից։ Ես չգիտեմ այդ վերելակի դռները ոնց էին բացում, որտեղ երբեք ներկա չեմ եղել այդ պահին, միայն տեսնում եմ արդեն լացակումած Դավիթին, որ մնացել էր վերելակի մեջ։ Ոչ պակաս կարևոր մասակազմում փողոցների վերանորոգումները, ժողովուրդը ինչ է կատարվում։ Մեզ մոտ ամբողջ Հոլիվուդ փողոցը մի քանի ժամվա ընթացքում ասֆալտապատեցին։ Իմ շորտ վիդեոներում կարծում եմ տեսել եք, չէ՞, ոնց են կազմակերպված այստեղ աշխատում։ Նույնն էլ ասֆալտապատումը անմիջապես մաքրում են, հետևից ասֆալտը փռում են։ Իսկ Հայաստանում ինչ գնացել էի, որը որ քանդված էր, այդպես էլ կեսը քանդված մնաց, ես եկա տեսնել նոր 2 ամսվա ընթացքում վերանորոգվեց։ Ես չտեսա մի հատ կազմակերպված աշխատանք։ Կարևոր չէր, որ փոշին ուր է հասնում, դպրոցի անմիջապես դիմացն է կամ հսկայական ծանրաբեռնված ճանապարհ է, չէ, ընդհանրապես կարևոր չէր։ Լավ, ես չեմ կարողանում հասկանալ, դժվար է կազմակերպչական աշխատանքները այնպես տանել, որ եթե քանդում ենք, ուրեմն հետևից միանգամից ասֆալտապատենք։ Եթե չկա այդ հումքը, չկա այդ տեխնիկան, ինչի է քանդվում։
միայն տեսնեիք փոշին ուր էր հասնում։ Դա փողոցների հետ կապված, ասեմ, որ նշանների անսպառ բացակայություն, լուսավորության բացակայություն, տեղ էինք գնացել ես ու ամուսինս, հրավիրված էինք շատ շքեղ համալիր, արդեն 8 ժամի, որ այդ համալիրից դուրս էինք եկել, մոլորվել էինք, որովհետև ոչ լուսավորություն կար, ոչ նշաններ կային, միայն տեսանք, որ հայտնվել ենք ինչ-որ դաշտում, որ չենք կարողանում կողմնորոշվել որն է ճանապարհը, որ այդտեղից դուրս գանք։ Հիվանդանոցների մասին էլ չասեմ, այստեղ եթե մի շանս կա փրկելու մարդուն, 100% փրկում են, իսկ Հայաստանում կարծում եմ դրանք հետո կմանրամասնեմ, դա էլ այդպես, հա, եթե զանգում ենք, որևիցե միտեղ խնդիր կա, կոյուղին լցվում է տան մեջ, եթե ուրբաթ օրը զանգում ենք, ասում են, որ մենք չենք աշխատում, շաբաթ կիրակի է առջևում, դուք նայեք ինչ եք անում։ Կիրակի օրով իմ լվացարանի տակի սարք կա, չէ, որ աղում է, այդ սարքս փչացել էր, կիրակի օրով զանգեցի, անմիջապես 10 րոպեում հայտնվեցին մեր տանը, դա սարքեցին, գնացին։ Ընդհանրապես որակի մասին խոսել չի կարելի։ Հիմա այս պահին շատ բաներ կարող է եւ չեմ հիշում, չեմ կարողանում ներկայացնել, բայց այդ ամբողջը մեզանից կախված չի, դա տալիս է երկիրը։ Իսկ այնինչ մեզանից կախված է, գոնե անենք, գոնե տարական, մարդկային կուլտուրան ցուցաբերենք մեկս մյուսի հանդեպ, ոչ թե իրար արհամարենք։ Հասարակ բան ասեմ, իրոք այդ կուլտուրա ասվածը ես չգիտեմ ուր ա կորել Հայաստանում։ Հերթի մեջ կանգնած ես մեկ իր իրերով, գալիս է քեզ էլ է անցնում, ամբողջ հերթն էլ կարա անտեսի ու գնա անմիջապես իրերը դնի կասայի դիմացը, ու եթե անգամ արձագանքում ես, մի բան էլ շրջվում ասում հա էլի հերթի մեջ ես։ Ես իրականում ժողովուրդ ամաչում եմ։ Գոնե ինչը մենք կարող ենք անենք մեզ համար։ Ինչևէ, այսքանով սահմանափակ եմ, գործողություններ են մեր բակում կատարում։ Մնացած բլոկներում մանրամասն կասեմ եւ կասեմ այն տարբերակի մասին, որով կարելի է այստեղ օրինական մուտք գործել։ Լավ մնացեք, բարի եղեք, թե ես գնացի։